Եթե ինձ այսօր հարցնեին, ինչ ես կուզենայի, որ վերանար, երևի թե կասեի, որ կերազեի, որ աշխարհում վերանար անտարբերությունը։ Ու այսօր ես ունեմ շատ հետաքրքիր, նոստալգիկ ու հուզիչ զգացողություններ, որովհետև վերջերս բարերար ԿՏՄ կայքի միջոցով ծանոթացա մի ընտանիքի, որը ունի այսօր յուրաքանչյուրիս աջակցության կարիքը։ Խոսքը գնում է 42 տարեկան մի կնոջ մասին, ով իր ընտանիքի հետ տարհանվել է Արցախից 23 թվականին, ապրել է Ստեփանակերտում եւ լույս աշխարհ է բերել 6 երեխայի, անչափահաս 6 երեխայի։ Ու այսօր թե ինքը, թե ամուսինը կանգնած են ոչ միայն ֆինանսական խնդիրների առջև, այլ նաեւ առողջական խնդիրների առջև։ Ու ես միշտ սիրել եմ ասել եւ այսօր եմ ուզում ասել, որ մեզանից յուրաքանչյուրի օգնությունը, աջակցությունը կարող է նպաստել նրան, որ այս ընտանիքը կարողանա ոտքի կանգնել։ Ու չնայած նաև ես հուզված եմ, ուզում եմ, որ միասին գնանք, ծանոթանանք ընտանիքին, երեխաներին եւ կարողանանք օգնել։ Որն է ամենակարևորը, որ դուք կարող եք մուտք գործել բարերար ԿՏՄ կայք, ծանոթանալ պատմություններին եւ դուք որոշեք, թե որ ընտանիքին եք ուզում ցուցաբերեք ձեր աջակցությունը առանց որևէ միջնորդության։ Բարև։ Ոնց ասում են, ոտքս խերով լինի ձեր տանը, այս այստեղ դնենք, բարև ձեզ, շատ հաճելի է։ Սուսաննա, մի քիչ կպատմեք ինձ ձեր մասին։ Ես ծանոթացա ձեր պատմությունը, իմացա, որ դուք Ստեփանակերտից եք։ Ոնց էր այնտեղ, ինչով եք այնտեղ զբաղվում։ Երկուսս էլ Մարտունու շրջանից ենք ծնվել, մեծացել ենք, ամուսնանալուց հետո ապրել ենք Ստեփանակերտում, գործի բերումով իր աշխատանքը շարքային պայմանագրային էր Ասկերանում։ Բայց հիմա ոնց հասկանում եմ, առողջական խնդիրների պատճառով ոնց որ աշխատելը դժվարացել է։ Կա վերջնական բուժում, թեկուզ է վիրահատության տեսքով։ Վիրահատության տեսքով, հա, վիրահատությունից հետո ես հարցրի կարամ աշխատեմ, ասեց, հա։ Ինձ կպատմես, դու օգնում ես մամային։ Սիրտս չի դիմանում մաման, որ ցավերի մեջ անում, իմ համար վատ է դա։ Փորձում եմ ամեն ինչ անեմ, որ շուտ դավանա։ Այդքան դուրը տեկել է։ Սուսաննա ջան, ես ձեզ փոքր օգնություն, առողջություն ու տենց ես շատ վստահ եմ, որ այդ շատ արագ հավաքվելու է ու այդ վիրահատությունը կարվի, դրանից հետո վստահ եմ նաև, որ ձեր մեծերը մի քիչ էլ համբերությամբ կզինվեն, մի քիչ հոգ կտանեն մամային, ինչեւ մաման ոտքի կկանգնի։ Մեզանից որևէ մեկը երբևէ ապահովագրված չէ ոչինչից։ Ու այս նախադասությունները ես չէի ասել տարիներ շարունակ ու երբևիցե չէի մտածում, որ նորից կասեմ, բայց միշտ հիշեք, որ մեզանից յուրաքանչյուրի արարքները կաթիլ են, բայց ծովը բաղկացած է լինում կաթիլներից։ Առողջ եղեք։